դուք ասում եք այլընտրանք։ Հիմա եթե ես ձեզ ասում եմ, սպասեք, ես ձեզ ասում եմ, այս մեքենան վերցրեք, դուք ասում եք, բայց ինչ մեքենա, ասում եմ կապ չունի։ Ասում եք, բայց եթե չգիտեմ։ Հիմա դուք փաստաթուղթ է մարդը, այս սովորական փաստաթուղթ չի բան, ԶԱԳՍ-ի վկայական չի, էլի։ Երկու հոգով չեն մտնում ԶԱԳՍ։ Ես չգիտեմ, դուք վստահ եք, որ դա խաղաղություն բառը այդ ամեն ինչի հետ կապ ունի։ Կներեք, ես 2021 թվականից այդ խաղաղություն բառը լսում եմ, 2021 թվականին այդ խաղաղության օրակարգով մարտիկ եկան, 2022 թվականին եղավ ջերմուկի դեպքերը, 2023 թվականին վերջնականապես հանձնվեց Արցախը։ Մենք անընդհատ կորցնում ենք այն բոլոր հիմքերը պետական, որի վրա ստեղծվել է այս պետությունը։ Մեզնից պահանջում են փոխել սահմանադրությունը։ Մեզ ասում են հրաժարվեք ձեր անկախության հռչակագրից։ Այս ամեն ինչ, որ ես ասում եմ, իշխող ուժի ղեկավարը իր բերանով է ասել, որ մենք սպասեք, ամեն ինչը բարեփոխելու եմ, եթե Արցախի ժամանակն էլ եկավ, Արցախն էլ եմ բարեփոխելու,